Վաշինգտոնի նոր ծրագիրը, որում նախանշված են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղված քայլերը, ենթադրում է, որ ԱՄՆ-ն եւ մյուս երկրները Ղրիմն ու Դոնբասը կճանաչեն որպես օրինական ռուսական տարածքներ։ Այս մանրամասները ներկայացրել է Axios պորտալը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Վաշինգտոնի եւ Կիևի եվրոպացի գործընկերները պետք է Ղրիմն ու Դոնբասը ճանաչեն որպես օրինական ռուսական տարածքներ, սակայն հստակեցվում է, որ ուկրաինական կողմին չեն պատրաստվում այդ մասին խնդրել։ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի ծրագրի մանրամասները անհանգստացրել են եվրոպացի դաշնակիցներին, հաղորդել է Politico թերթը։ Եվրոպայում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնը կարող է զիջումների գնալ Մոսկվային, հանուն հակամարտության շուտափույթ ավարտի։ Մասնավորապես ծրագիրը Ուկրաինայից զգալի զիջումներ կպահանջի, ներառյալ որոշ տարածքների հրաժարումը, հայտնել են զրուցակիցները։ Այդ պահանջի բավարարումը կդառնա Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների խրախուսումը եւ կստեղծի տագնապալի նախադեպ, ընդգծել է աղբյուրը։ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Վաշինգտոնի նոր ծրագիրը ենթադրում է երկրի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայման արգելք։ Այս մասին հայտնել են բրիտանական Financial Times թերթի լրագրողները, հղում անելով ծրագրի նախագծին ծանոթ աղբյուրներին։ Պատրաստված փաստաթղթում նշվում է, որ ոչ մի օտարերկրյա զորք չի թույլատրվի մուտք գործել Ուկրաինայի տարածք։ Բացի այդ, պլանը չի նախատեսում նաև Միացյալ Նահանգների կողմից Կիևին հեռահար զենքի մատակարարում։ Պարբերականի տեղեկություններով պլանը մշակում են ռուսական կողմի մասնակցությամբ։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու համար ներքաղաքական եւ արտաքին քաղաքական կոնտուրում իրավիճակն այնքան արագ է զարգանում, որ սկսվել է նրա փախուստի ակտիվ նախապատրաստումը, ընդգծել է Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը։ Փորձագետը պնդում է, որ Զելենսկու փախուստի առաջնահերթ ուղղությունը Իսրայելն է։ Զելենսկին կարող է գնալ այնտեղ, որտեղ գնացել են 100 միլիոնավոր դոլարներ գողացած նրա երկու ընկերները՝ Իսրայել։ Նա նույնպես հրյա է, ուստի այնտեղից չի արտահանձվի։ Նա պետք է ապահով լինի ցանկացած դատական հետապնդման Իսրայելում, եւ դա նրա համար լավագույն լուծումն է։ Երբ նա գնաց Հունաստան, քննարկվեց, որ կարող է պարզապես ուղղակիորեն մեկնել Հունաստանից Իսրայել, ընդգծել է Մակգրեգորը։ Հավանաբար Զելենսկու կուսակցության աշխատանքը այսքանով ավարտվեց, եզրակացրել է Պենտագոնի նախկին խորհրդականը։ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նոր խաղաղ ծրագիրն ավելի շատ հաշվի առնում Ռուսաստանի շահերը։ Այս փաստը մատնանշել է ամերիկյան բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դեվիսը։ Նա նշել է, որ Կիևի եւ Եվրոպայի կողմից առաջարկված խաղաղ նախաձեռնությունները վերջնագիր էին Մոսկվային եւ այդ պատճառով անիրագործելի էին։ Բայց հիմա կարծես թե կուլիսներում ընդունվածը դա մի բան է, որին ձգտում էին ռուսները, ասել է զինվորականը։ Նրա խոսքով ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի մասին տեղեկատվությունը փաստացի արձանագրում է Կիևի պարտությունը եւ վկայում է արևմուտքի կողմից ստեղծված իրականության գիտակցման մասին։ Եկեք ուղղակի անկեղծ լինենք, Թրամփը Կիևի եւ եվրոպական բոլոր առաջնորդներին կասի, որ դրանով խաղն ավարտվել է, հայտարարել է նա, ընդգծելով, որ Ուկրաինայի պարտությունն արդեն անխուսափելի է։